գործազրկությունը շատ քիչ է ցույց տալի, որովհետև հաշվի առնում այսպիսի բան։ Գործազուրկ է Հայաստանում համայնքում այն մարդը, ով ակտիվ փնտրում է աշխատանք։ Եկեք նայենք, թե ինչքան մարդ է Հայաստանում աշխատում։ Հայաստանում կա 800,000 գրանցված աշխատող։ 3 միլիոն բնակչության մեջ ունենք 800,000 գրանցված աշխատող, 800,000 մարդ է աշխատում։ 3 միլիոն բնակչության մեջ մենք ունենք 500,000 թոշակառու, մոտ 700,000 ուսանողական կամ դպրոցական տարիքի երեխա կամ երիտասարդ, իսկ մնացողը։ Այսինքն մենք ունենք 1.8 միլիոն մարդ ու աշխատում է 800,000 մարդ։ Վիճակագրական կոմիտեի տվյալները օրինակ ցույց է տվել պարոն Բագրատյան, որ Գեղարքունիքի մարզում 4% է գործազրկությունը, մոտավորապես Ավստրիայի չափ։ Ես միշտ ասում եմ, որ իրանք թվական խեղաթյուրեն եւ այլն, բայց նայեք, սենսն է, Ղարաբաղից եկած գյուղը բնակչությունից հետո մենք ունենք 3 միլիոն բնակչություն։ Այդ 3 միլիոնից 502,000-ը թոշակառու։ 221,000 մարդ աշխատում է պետական բյուջետային սեկտորում։ 584,000 մարդ աշխատում է մասնավոր բիզնեսում։ Միակ թիվը, որ մենք չգիտենք, ոչ մի հաշվառում չկա, գյուղում ինչքան են աշխատում։ Գնահատական այսպիսին է մոտ 350,000։ Այս համաձայն եմ թվերի, բայց այդ բանը երկրորդը 0% փոքր բիզնեսի համար։ Ես այս հարկային արտոնություններին զգուշորեն եմ վերաբերվում։ Անկեղծ ասած ես համաձայն չեմ։ Ավելի ես կարծում եմ, որ շրջանառության հարկը պետք է ընդլայնել, ինչ է խանգարում մարդիկ թողարկել տան։ Ես վախենում եմ, որ ձեր ասած կլինեն, ինչ որ անցյալ տարում եղավ Միացյալ Նահանգներում մի 30 տարի խելքի չէին գալիս, բոլոր խոշոր բիզնեսները գցել կոտրատվել։ Օրինակ առաջին Ռուզվելտի 1900 թվականի օրինակից հետո միայն Standard Oil-ը, որը առաջին նավթամուղն էր կառուցել, դրա համար հաստատավ Ռոքֆելլերը, նա իր բիզնեսը բաժանեց 350 մասի եւ մարսեց 1902 Սա էս կային։ Այս դրա համար բայց ինչ նախագարում փոքր հար կարող են տալ եւ ընդդեմ շրջանառության մեջ ինչ նախագարում այդ դեպքում իհարկե կուզենան անցնել միջինի որտեղ հնարավոր է որ նույնիսկ քիչ արկա։ Երրորդը, դեղորայքը շատ ճիշտ դիտարկում է։ Բայց դեղորայքի գրելի թանկ լինելը Վրաստանի համար Հայաստանում ունի 3 պատճառ, մեկը դուք ասացիք, բայց կան եւս 2 պատճառներ։ Առաջինը Նարեկ ջան, մենք դեղերը գրանցում ենք։ Մենք գլյուկոֆաժ դեղը խել գրանցում։ Մենք յանոն ենք դեղը, երբ հասկացաք, ես մի փոքր դիաբետի խնդիր ունեմ, հասկացա։ Խի ենք գրանցում։ Գերմանացի ստեղծել է այդ դեղը։ Քանի որ երկիրը փուճուրա, շուկան փուճուրա, ամեն մի գրանցում էլ արժենում $800-ից $1000։ Դա միայն 15-20%-ով մեռնանք ասելով, բացի են դեղերից, որ մենք ենք արտադրում, որ ոչ մի տեղ գրանցված չի։ Այո, դուք եք գրանցում։ Ես կասկածում եմ, որ գործող վարչախումբը հենց ղեկավարի բանով ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ։ Մենք չենք ուզում այդ դեղերը գրանցել, ընկերներ։ Մենք չենք գրանցում ենթանենք լանդուց դեղամիջոցներով կամ ասպիրինը։ Այդ Գերմանիայում մենք գրում ենք, որ այն դեղերը, որոնք գրանցված են Ռուսաստան, Գերմանիա եւ այլն, ախտանակ համարվում է գրանցված Հայաստանում։ Միայն նախարարությունը հաստատում է եւ այդ հիմնարկը այդ դեղերի փորձակնության վերացնում ենք, լուծարում ենք ընդհանրապես պետք չի։ Միայն պետք է, որպեսզի առողջապահության նախարարությունը գրանցի տեղական արտադրության դեղը, որը այդ ինչ լավն ավարտն, պետք է փորձարկում անցի։ Շրջան, մի հատ դեղ գրանցել համար այսօր մենք Ժարդենս դեղը 10 տարի չեն գրանցում, այս է ցավտան, 15 տարի Եվրոպան օգտագործում է։ 10 տարի չեն գրանցում։ Երեք օրինակ Միկել Տարան հիվանդանոց Վարդան Ղուկասյանը եթե Ժարդենս խմել է, դուրի չեն գրի։ Չնայած ամենակիչն են գնել, որ նա ընդհանրապես չի ձերբակալի։ Ես դեղերի մասով դա խնդրում եմ նկատինել, բայց 20% ժանտը ճիշտ է, պետք է իշխանოს մտնում գերով ճիշտ է, դիտարկում, բայց մի մոռացեք կոոպերատիվները։ Նայեք, ձեր ասածը կթեթևացնի գյուղացուն, բայց պրոբլեմը չի լուծում։ Ինչը։ Որովհետև գյուղում մի պրոբլեմ կա։ Մեր գյուղացին գործարաններին վաճառում է խաղող։ Նա պիտի գինին վաճառի, որովհետև եթե խաղողը վաճառում, ավելացած արժեքը եկավ գործարան։
Եթե գինինի թե վաճառում ավելացված արժեքը մնաց գյուղում։ Մեր գյուղերի հարաբերական աղքատության հիմնական պատճառը քաղաքն է։ Կամ եթե ինքը պոմիդորը վաճառում ավելացված արժեքը եկավ քաղաքը։ Եթե ինքը տոմատը վաճառում պոմիդորի սարքած ավելացված արժեքը մնաց գյուղ։ Եթե ինքը օսլա է վաճառում ավելացված արժեքը մնաց գյուղ։ Եթե կարտոֆիլ է վաճառում ավելացված արժեքն եկավ քաղաքը։ Նույնը ասենք բանի պանիրի կաթի մասով։ Նա պետք է պանիրի հումքը վաճառի, պանիրի կաթի համար կաթը մենք եւ երկրորդը պետք է կարգավորել կաթի փոշու այդ ներմուծումները։ Բայց դիտարկումը ճիշտ է, ես ավելաց իսկ գյուղում մեզ պետք է կոոպերացիա։ Ինչպես։ Այո, նա գյուղն է, արտադրում է պոմիդոր։ 200 տնտեսության համար ստեղծում են պոմիդորի վերամշակման ցեխ։ Ցեխն արժի $1 միլիոն։ Ասում եք ամեն մեկը $5,000 դրեք, դրա վրա պետությունը կեսը կդնի։ Կդառնաք $10,000 սեփականատեր, եթե $5,000 եք դրում։ Դուք եք աշխատելու։ Սա բաժնետ իրական չի, սա հայատական է։ Եվ այդ կոոպերացիան կաշխատի։ Թուրքիան ես պատասխանը, պարոն Բաքարյան։ Սպասի վերջացնում։ Եվ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ։ Ես կարծում եմ, որ մատչելի բնակարան պետք է լինի նոր ամուսնացող զույգերի համար։ Որտեղ մեր վիճակը այսպես է, մենք ունենք 110 միլիոն քառակուսի մետր բնակ մակերես եւ ունենք 3 միլիոն բնակչություն։ Մենք ունենք 33 քառակուսի մետր մի մարդու վրա։ Մեր խնդրեմն ուրիշ է։ Հիմա ինչ անում պետությունը։ Պետությունը ասում է այստեղ գյուղից արի, թողը անասուն բան հողմով թող արի։ Արի դարձի բնակարանի վճարունակ եկամտային հարցեր։ Հիմա ես կարծում եմ, որ բնակարանի իրավունք պետք է ունենա միայն առաջ ամուսնանալուց, ամուսնական զույգը սահմանափակ քանակով եւ այդ փողը հետագա 20 տարին պետությանը չվերադարձնի, չի կարող վաճառել այդ բնակարանը։ Եվ ես կարծում եմ, որ ընդհանրապես այս մասշտաբի բնակարանի շինարարություններ պետք չի, մենք գյուղերի իմ այսպիսի գյուղերի մասածները չեն հակասել ձեր ասածների, բայց մի փոքր այդ խնդիրների նայել ուրիշ ասած եւ լուսման մեջ իր մեջ բանը։ Բոլոր դեպքերում շնորհակալ եմ հրավիրելու համար, արտահայտել հնարավորության համար, առիթ կլինի խնդիր կլինի միշտ պատրաստ եք կիսվել իմ կարծիքով։